Բարև ձեզ սիրելիներս, այսօր 22 ապրիլի 25 թվական ուզում եմ կարճ պատմել այն երազատեսություն, այսպես ասած տեսիլք, գրեթե քնած ժամանակ, որը տեսել եմ հունվարի սկզբի օրերին, 25 թվականի, պատմել եմ այդ մասին 2 անգամ, բայց այսօր ինձ Սուրբ Հոգին հուշում է, որ ես պետք է նորից հիշեցնեմ այդ մասին մարդկանց, այն Հակա Քրիստոսի մասին է, նրա գալու, նրա ժամանակի, նրա գործողությունների, արդեն երևացող գործողությունների, ես կարճ կպատմեմ, շատ կարճ, միայն այն հատվածը, որ Սուրբ Հոգին ինձ հուշում է, որպեսզի կրկնեմ։ Ուրեմն ինձ ասվում է, դա մի ձայն է, որը Սուրբ Հոգու ձայնն է եւ այն մարդու ձայնի պես ես լսում եմ ականջներիս մեջ, բայց դա լինում է հենց այդ ձևով Սուրբ Հոգին խոսում է գիշերը, երբ ես երազ եմ գրեթե տեսնում կամ դեռ ոչ քնած եմ, ոչ արթուն կամ արթուն եմ, բայց սովորական ձայնով իմ ականջների մեջ խոսում է Սուրբ Հոգին մարդու ձայնի պես։ Ես լսում եմ այդպես նրա ձայնը ու ես դա չեմ իհարկե շփոթում երբեք, դու ստանում ես հասկացություն, դու գիտես, որ դա Սուրբ Հոգին է խոսում քո հետ։ Եվ ես երազներ լինում է, որ տեսնում եմ, բայց ես չեմ տեսնում, թե ում հետ եմ խոսում, ու նորից այդ ձայնը, նաև երազներում, իմ հետ խոսում է, ու ես նորից գիտեմ, որ դա Սուրբ Հոգին է, ուղղակի երազներում ես միշտ ինչ-որ մարդու հետ եմ լինում, բայց նրան չեմ տեսնում, ուղղակի գիտեմ, որ նա շատ հարազատ է ինձ ու լսում եմ ձայնը։ Հիմա այդ ձայնը ինձ ասում է. դու գիտես ինչ է ուզում անել Հակա Քրիստոսը Սուրբ Ծննդյան օրը, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, եւ ես ասում եմ ինչ է ուզում անել, ու այդ ձայնը ինձ ասում է նա ուզում է իրենով անել, իրեն վերցնել, իրենը դարձնել այդ օրը։ Ես ասում ոնց թե ինչ ես խոսում, այդ ինչ ես ասում։ Եվ նա ասում է այո, Հակա Քրիստոսը ուզում է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը վերցնել իրեն, այսինքն ես հիմա բարձրաբանում եմ, որ վերցնել իրեն ոչ ոք չի կարող այդ օրը վերցնել իրեն, բայց այդ ամենը ոչ ոք, ոչ մեկից չի կարող իր ծննդյան օրը վերցնել ընդհանրապես կամ ժամը կամ րոպեն, բայց իրենով անել։ Դա այդ մարդու ծննդյան օրն է, չէ՞, օրինակ ծնունդն է։ Ոչ մեկս ոչինչ չեն կարող փոխել։ Դե հիմա Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, որպեսզի չասեք ոնց վերցնել իրեն եւ այլն, այն իմաստով, որ այնպիսի մի բան անի Հակա Քրիստոսը այդ օրը, որ պատկերացեք մարդիկ նշում են Սուրբ Ծնունդը, օրինակ, բայց երբ որ Հակա Քրիստոսը արդեն գա, այլ ինչ Սուրբ Ծնունդ նշելու մասին է, չէ՞ խոսքը, բայց Հակա Քրիստոսը այնպիսի բան անի, օրինակ հայտնվի այդ ժամանակ, գա իշխանության պաշտոնապես այդ ժամանակ կամ ուրիշ ինչ-որ մի բան անի, որով այդ օրը իրեն դարձնի, պատկերացնեք ճիշտ որ ինչ եմ ուզում ասել, ինչ իմաստով է ինձ ասվել, դա իմ երազում, եւ ինձ այդ ձայնը ասում է, որ այո, նա ուզում է իրենը դարձնել այդ օրը, եւ երբ ինձ ասվում է, այո, նա ուզում է իրենը դարձնել այդ օրը, իմ մոտ զգացողություն, շատ ուժեղ արտահայտված զգացողություն է լինում, որ դա վերաբերվում է 25 թվականի վերջի 26 թվականի սկզբին, այսինքն երբ է Սուրբ Ծնունդը, դեկտեմբերի վերջի օրերին 25-ին ավելի ճիշտ եւ հունվարի սկզբին, նայած որ եկեղեցիներն են, չէ, որ եկեղեցում աշխարհի, բայց այնտեղ կաթոլիկ, ուղղափառ, առաքելական եւ այլն նկատի ունեմ։ Հիմա ամեն դեպքում զգացողությունը այսպիսին էր, որ խոսքը վերաբերում է 25-26 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսի օրերին, այդ Սուրբ Ծննդյան օրերին։